Եթերում լուրերի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարև ձեզ։ Բաքվում 20 տարի ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը որոշել է չբողոքարկել դատավճիռը։ Ընտանիքի պարզաբանմամբ այս որոշումը չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ եւ չի նշանակում հրաժարում պաշտպանությունից, այլ գիտակցված հրաժարում լեգիտիմացնել մի գործընթացի, որն ի սկզբանե կապ չուներ արդարադատության հետ։ Վերադաս ատյան դիմելը կնշանակեր ճանաչել դատական գործընթացի իրավունքի նորմերի թեկուզ նվազագույն պահանջներին համապատասխանություն, հայտարարել է Վարդանյանի ընտանիքը, հավելելով, որ Վարդանյանի եւ հայ մյուս գերիների ազատությանը ձգտելու են հասնել միջազգային մեխանիզմների միջոցով։ Եվս մեկ ողբերգական ավտովթար, որի հետևանքով 19-ամյա երիտասարդ է մահացել։ Այս գիշեր Իջևան Սևան ճանապարհին Opel Մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին եւ կողաշրջվել։ 19-ամյա տղան տեղում մահացել է։ Եվս 2, 19 եւ 20 տարեկան երիտասարդներ տեղափոխվել են Սևան բժշկական կենտրոն։ Ըստ տեղեկությունների մահացածը զինծառայող էր, պաշտպան հայրենյաց ծրագրի մասնակից։ Թուրքիայի 9-րդ գլխավոր ավիաբազային պատկանող F-16 կործանիչ է կործանվել Բալաքեսիր նահանգում։ Օդաչուն զոհվել է։ Կործանիչի բեկորները ցրվել են մեծ տարածքի վրա, ինչի պատճառով անհրաժեշտ է եղել փակել մայրուղու մի հատվածը։ Դեպքի վայր են ուղարկվել հրշեջներ, ոստիկաններ եւ շտապօգնության աշխատակիցներ։ Վթարի պատճառը պարզելու համար զինվորականները եւ դատախազությունը համատեղ քննություն են անցկացնում։ 3 փոխոստիկանապետերի պաշտոնանկությունը ներքին գործերի նախարարության խոսնակը մեկնաբանել է որպես նախարար Արփինե Սարգսյանի նախաձեռնած կադրային փոփոխություններ։ Խոսնակը խոստացել է հավելյալ տեղեկացնել մյուս կադրային փոփոխությունների դեպքում։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ պաշտոնանկ են արվել ոստիկանապետի տեղակալներ Վարդան Վարդանյանը, Արթուր Խուդինյանը եւ Կարեն Հակոբյանը։ Որոշ աղբյուրներ գրում են, թե պատճառը Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցած աղմկահարույց սպանություններն են։ Ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան, Facebook-ի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեսանյութում նա մեկնաբանել է, որ համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10,000 դրամով, բարձր թոշակները ավելի քիչ։ Փաշինյանը նաև բարձաբանել է, թե ինչու է որոշումը հենց հիմա կայացվում։ Առաջինը դուք գիտեք, որ Հայաստանում տնտեսական աճը 2025 թվականի եղել է կանխատեսվածից ավելի բարձր, ընդ որում ավելի բարձր կանխատեսվածից նաև միջազգային կազմակերպությունների կողմից եւ սա մեզ համար լրացուցիչ հնարավորություն է ստեղծում եւ Հայաստանի քաղաքացիները այդ տնտեսական աճի արդյունքը պետք է տեսնեն նաև իրենց կյանքում։ Երկրորդ հանգամանքը, որը պակաս կարևոր չէ, հետեւյալն է, դուք գիտեք, որ հունվարի 1-ից մենք ներդրել ենք առողջության ապահովագրության համակարգը համընդհանուր եւ ճիշտն ասած բավականին մեծ լարվածություն կար, որովհետեւ անկանխատեսելիության էլեմենտ կար, թե ինչքանով են մեր կանխատեսումները համապատասխանում եւ բյուջետային հատկացումները որքանով կբավարարեն այդ կարիքները հոգալու համար։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մանրամասնել է, թե ինչպես են հաշվարկելու կենսաթոշակի բարձրացումն ու որքան է այն կազմելու։ Եվ այսպես Թորոսյանի խոսքով հիմնական կենսաթոշակը, որը կազմում է 24000 դրամ, դառնալու է 34000։ Նվազագույն կենսաթոշակը 36000 դրամի փոխարեն կկազմի 46000։ Առաջին, երկրորդ եւ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողների, ինչպես նաեւ միջին, ծանր եւ խորը ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձանց թոշակը եւս կբարձրանա 10000 դրամով։ Թորոսյանը նաեւ ասել է, թե պատրաստվում են բարձրացնել զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակները։ Այստեղ սակայն բանաձևը մի փոքր այլ է եւ որոշ դեպքերում տարբեր չափ է բարձրանալու, քանի որ երկու փոփոխական կա։ Միջին բարձրացումը կլինի մոտավորապես 8000-8500 դրամի շրջանակներում, բայց որոշ դեպքերում այն կլինի 10000-ից ավել, ընդհանուր մինչև 15000 դրամ, որոշ դեպքերում մի փոքր ավելի ցածր, որովհետեւ նրան այդ կենսաթոշակներ արդեն իսկ բավական բարձր են։ Միջինը մոտ 100,000 դրամի շրջանակներում է այս կենսաթոշակները։ Հիշեցնեմ, ընդամենը 2 ամիս առաջ 2026-ի պետբյուջեի քննարկմանը Փաշինյանը նշում էր, թե չի հասկանում ինչու պետք է իրենք կենսաթոշակը բարձրացնեն։ Կարծիք հայտնում, որ բարձրացնելու դեպքում թոշակառուն չի իմանալու ինչպես արդյունավետ օգտագործել այդ գումարը։ Արսեն Թորոսյանն էլ հոկտեմբերին հայտարարում էր, որ այս պահին հնարավոր չէ կենսաթոշակները բարձրացնել։ Թերևս այս պատճառով էլ չուշացավ ընդդիմության արձագանքը, որն ընտրություններից ընդամենը 3 ամիս առաջ արվող այս փոփոխության տակ այլ շարժառիթներ է տեսնում։
Իրանը վճռական է լրամշակել Հայաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը։ Ըստ իրնագործակալության Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն է հայտնել Թեհրանում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ։ Փեզեշքյանն ընդգծել է, որ քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ եւ ենթակառուցվածքային ոլորտներում հարաբերությունների մակարդակի բարձրացումը բխում է երկու ժողովուրդների շահերից։ Պապիկյանն ընդգծել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի դիվանագիտական ճանապարհով լուծման անհրաժեշտությունը։ Մտքեր են փոխանակվել նաև միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ։ Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Իրանում է փետրվարի 23-ից։ Այսքանը կհանդիպենք ժամը 17-ին։